Վանաձորը Հայաստանի երրորդ խոշոր քաղաքն է։ 2021 թվականին Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում այն միավորեց իր մեջ Գուգարք, Դարպաս և Շահումյան գյուղերը։ Համայնքն ունի թերևս հազարամյա պատմություն, սակայն այս անգամ կբացահայտենք այն իրականացվող ծրագրերի տեսանկյունից, որոնք համայնքի զարգացման համար կարևոր նախապայման են։ Վանաձորը վերջին տարիներին մեծածավալ դրական փոփոխությունների կենտրոն է դարձել, որի հիմքում պետական, համայնքային և միջազգային ծրագրերն են։ 2025-ին Վանաձորում սուբվենցիոն ծրագրերով իրականացվել են մի շարք աշխատանքներ։ Հիմնանորոգվել են տարոն 2 և տարոն 4 թաղամասերի փողոցները։ Կառուցվել են փողոցների ջրահեռացման համակարգերը, մայթեզրերն ու մայթերը։ Հիմնանորոգվել են Գուգարք բնակավայրի 3-րդ, Աղայան քոթեջային 6-րդ փողոցները, Վանաձորի Տերյան փողոցը։ Վանաձորում հիմնանորոգվել են Թատերական փողոցը և համանուն հրապարակը։ Կառուցվել են 200 տեղ հզորությամբ Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի շենքը, Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի շենքը, Գուգարք բնակավայրի երազիկ մանկապարտեզի շենքը։ Երկուսն էլ տիպային մանկապարտեզներ են նախատեսված 70 երեխայի համար, կառուցվել են քարե շենքեր ջերմամեկուսացումով և էներգախնայող լուծումներով։ Վանաձորի ամենակարևոր խնդիրներից մեկը եղել է մանկապարտեզների խնդիրները, որը եղել են տնակային, արդեն իսկ վերացված է, մնում է 7-րդ մանկապարտեզի կառուցումը, նախատեսված է 26 թվականին կառուցել 7-րդ մանկապարտեզը և ամենակարևորը մանկապարտեզները կդառնան անվճար։ Իրականացվող ծրագրերը Վանաձորը վերածում են ոչ միայն ապրելու համար հաճելի, այլև զարգացող բնակավայրի և ստեղծարար կյանքի կենսունակ կենտրոնի։ Վանաձորը պարզապես քաղաք չէ, այն լեռների մեջ ծվարած հիշողություն է և մարդկանց աչքերում ապրող հույս։ Այս քաղաքը չի փորձում աղմկել, այն պարզապես կա, վստահ, խաղաղ ու հարատև։ Եվ երբ հեռանում ես, մի բան անպայման քեզ հետ է ստանում՝ Վանաձորի զգացողությունը։ Սիրելի վանաձորցիներ, ես իմ ամեն օրը հաշվում եմ իմ վերջի աշխատանքային օրը և ուզում եմ օր առաջ մեր Վանաձորը ծաղկի և ավելի բարեկարգվի։
Համայնքների կարողությունների ամրապնդման և տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին իրականացրեց համայնքների միավորման գործընթաց, որի արդյունքում լուծվեցին բազմաթիվ կարծրացած հիմնախնդիրներ, շահեցին հատկապես փոքր բնակավայրերը, որոնք ինքնուրույն սեփական միջոցներով հնարավորություն չունեին լուծելու համայնքային խնդիրները։ Փամբակը Լոռու մարզի միավորված համայնքներից է, այն իր մեջ ներառում է 15 բնակավայր իրենց կոլորիտով, նիստուկացով, խնդիրներով ու դրանց լուծման տեսլականով։ Միավորումից ի վեր Փամբակում պետություն համայնք համաֆինանսավորման բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել։ 2025 թվականը համայնքն ամփոփում է ավարտված և ավարտին մոտեցող մի շարք ծրագրերով։ Փամբակ բնակավայրը հիմնադրվել է 1894 թվականին Վանաձոր Ալավերդի միջպետական ավտոմայրուղու շրջակայքում։ Ունի գեղատեսիլ բնություն, վերջին տարիներին գյուղը հետզհետե փոխում է դիմագիծը։ 2025-ը Փամբակի համար արդյունավետ էր հատկապես ճանապարհաշինության առումով։ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվել են Փամբակ համայնքի Փամբակ և Արջուտ բնակավայրերի գլխավոր փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 115 միլիոն 930 հազար դրամ, որի շրջանակում Փամբակ համայնքում իրականացվել է 1070 մետր ճանապարհահատվածի ասֆալտապատում, 210 մետր ջրահեռացման համակարգի կառուցմամբ։ Ընթացքի մեջ են նաև 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատված Փամբակ, Վահագնաձոր և Բազում բնակավայրերի կենտրոնական փողոցների լուսավորության համակարգի կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 40 միլիոն 306 հազար դրամ է։ Արջուտ գյուղը տեղադրված է Փամբակի գոգավորությունում, կլիման բարեխառն լեռնային է, տևական ցուրտ ձմեռներով։ Բնակչության հիմնական զբաղվածությունը հանդիսանում է դաշտավարությունը, անասնապահությունը, բանջարաբուծությունն ու մեղվաբուծությունը։ Բնակավայրի համար կենսական նշանակություն ունի ենթակառուցվածքների զարգացումը, բարեկարգ ճանապարհը գյուղմթերքի իրացման համար խիստ կարևոր նախապայման է։ Արջուտ բնակավայրում 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվել է 650 մետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում ջրահեռացման համակարգի կառուցմամբ։ Փամբակ համայնքի թերևս ամենագողտրիկ բնակավայրերից է հնամյա Մարգահովիտը։ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի վրա գտնվող գյուղը հիմնադրվել է 10-րդ դարում Պահլավունիների ավատատիրական մեծ իշխան Գրիգոր Համզե Պահլավունու կողմից։ Գյուղը 10-րդ դարում կոչվել է Համզե գյուղ, ապա դարերի ընթացքում մի քանի անգամ փոխել է անունը։ Նորորյա Մարգահովիտն ունի հնավայրեր, ոսկու հանքեր, զարգացող կրթամշակութային կյանք, գործող ենթակառուցվածքներով։ Մարգահովիտը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնելը պետության և համայնքի համար առաջնային խնդիրներից է, որի լուծումն առանց բարեկարգ ճանապարհների անիրատեսական է։ Գյուղի մասին պատկերացում կարելի է կազմել սկսած հենց մուտքից, այն արդեն դիմավորում է բարի գալուստ մաղթող նորակառույց կամարով։ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկել և ավարտական փուլում են Փամբակ համայնքի Մարգահովիտ և Անտարամուտ բնակավայրերի փողոցների տուֆապատման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 102 միլիոն 689 հազար դրամ է։ Տարվա ընթացքում ավարտվել է Մարգահովիտ և Ազնվատձոր բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 76 միլիոն 632 հազար դրամ է։ Արդյունքում ասֆալտապատվել է Մարգահովիտ բնակավայրի 520 մետր երկարությամբ գլխավոր ճանապարհներից մեկը։ Գյուղից հեռանալից մոտենում ենք անցորդի աղբյուրին և յուրահատուկ աստղադիտարանի մոտ, որից Հայկյան տոմարի ամեն տարեմուտին նավասարդի օրը նայում են նահապետի համաստեղությանը, դիմավորում գալիք արգասաբեր տարին և տարեմուտի երազանք պահում, մենք էլ մեր հերթին նայում ենք երկնքին, խաղաղություն հայցում և հավերժություն մաղթում մեր վիրավոր, բայց տոկուն հայրենիքին։ Փամբակ համայնքի ձեռքբերումներն այսքանով չեն սահմանափակվում։ 2025-ին ավարտվել են Դեբեդի խմելու ջրագծի վերակառուցման և 5 ջրամբարների վերանորոգման ծրագիրը, ընթացքի մեջ է Ձորագյուղ և Եղեգնուտ բնակավայրերի գազաֆիկացման ծրագիրը, ավարտվել են Ձորագյուղի տուֆապատման աշխատանքները։ Փամբակը 2026 թվական է մտնում բազմաթիվ ձեռքբերումներով և նոր հավակնոտ ծրագրերով։
Լեռների գրկում կանաչ բնության ու մաքուր օդի մեջ թաքնված Գյուլաքարակ համայնքում ժամանակը կարծես դանդաղում է։ Այստեղ յուրաքանչյուր ճանապարհ պատմություն ունի, իսկ մարդիկ ջերմություն ու անկեղծություն։ Այստեղ անցյալն ու ներկան միահյուսվում են, ստեղծելով յուրահատուկ ու անկրկնելի մթնոլորտ։ Միավորումից ի վեր համայնքը ներառում է Ամրագից, Գարգար, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո եւ Վարդաբլուր գյուղերը, ձևավորելով Գյուլաքարակ խոշորացված համայնքը։ «2025 թվականին համայնքում իրականացվել են մի շարք խոշոր ծրագրեր։ Գյուլաքարակ բնակավայրում տուֆով սալարկում, ծրագրի արժեքը 84 միլիոն 40 հազար 200 դրամ է։ Կրկին Գյուլաքարակ բնակավայրում համայնքային սպորտ դպրոցի կառուցում։ Գյուլաքարակ, Պուշկինո, Վարդաբլուր, Ամրագից եւ Կուրթան բնակավայրերի տուֆով սալարկում, ծրագրի արժեքը 138 միլիոն 93 հազար 60 դրամ է։ Պուշկինո բնակավայրում օրվա կարգավորող ջրամբարի եւ ներքին ցանցի կառուցում, ծրագրի արժեքը 101 միլիոն 22 հազար 143 դրամ է։ Կուրթան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, ծրագրի արժեքը 102 միլիոն 508 հազար 724 դրամ է։ Կրկին Կուրթան բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում, ծրագրի արժեքը 164 միլիոն 465 հազար 800 դրամ է։ Գարգար բնակավայրի օրական կարգավորիչ ջրամբարի եւ ներքին ցանցի կառուցում, ծրագրի արժեքը 227 միլիոն 913 հազար 280 դրամ է։ 2025 թվականը Գյուլաքարակ համայնքի համար դարձավ զարգացման, համագործակցության եւ վստահ քայլերի տարի։ Պետություն համայնք համաֆինանսավորմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերը նոր շունչ հաղորդեցին համայնքի բնակավայրերին։ Այս ամենը ներդրում է ոչ միայն ենթակառուցվածքների, այլև ապագայի մեջ երեխաների ժպիտի, գյուղացու աշխատանքի եւ համայնքի կայուն զարգացման համար։ Ամփոփելով տարին Գյուլաքարակը նայում է առաջ, վստահ, համախմբված եւ նոր նպատակներով։ Հարուստ է լոռին գեղատեսիլ բնությամբ եւ ազնիվ մարդկանցով, մարզի ուրույն դիմագիծ ունեցող համայնքներից է Թումանյանը։ Համայնքը միավորումից ի վեր ներառում է 10 բնակավայր՝ Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լոռու, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինչ, Փոբայր գյուղերը եւ Թումանյան քաղաքը, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը։ Թումանյան քաղաքը խորհրդային Հայաստանի տարիներին Թումանյանի շրջանի կազմում էր, ուներ քաղաքատիպ ավանի կարգավիճակ, քաղաք է 1995 թվականից։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է երկրագործությամբ, իսկ մի մասը նաև արդյունաբերությամբ։ Համայնքի բնակավայրերում 2025 թվականին իրականացվել են համայնքային մի շարք խոշոր ծրագրեր։ Թումանյան քաղաքի կենտրոնական 2-րդ, 3-րդ եւ 12-րդ փողոցների ասֆալտապատում, պետություն համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրի շրջանակում ասֆալտապատվել է 1700 մետր ճանապարհ։ Թումանյան քաղաքի 5-րդ փողոցի տուֆով սալարկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում սալարկվել է 192 մետր ճանապարհ։ Դսեղ բնակավայրի 7-րդ եւ 17-րդ փողոցների սալարկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում սալարկվել է 1220 մետր ճանապարհ։ Ասֆալտապատվել է Դսեղ Մարց 6 կիլոմետր ճանապարհը։ Համայնքային միջոցներով մասնակցային բյուջետավորման ծրագրով իրականացվել է Քարինչ բնակավայրի գերեզմանատան ցանկապատումը։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կատարվել է Չկալով, Մարց, Քարինջ բնակավայրերի գազատար խողովակների ընդլայնում։ Կրկին սուբվենցիոն ծրագրի շրջանակում բարեկարգվել եւ ասֆալտապատվել է Դսեղ բնակավայրի 5-րդ փողոցի փոքր հրապարակը, կառուցվել են լուսավորության համակարգ, տեղադրվել են նստարաններ։ Համայնքային միջոցներով Քարինջ, Ահնիձոր եւ Չկալով բնակավայրերի համար տեղադրվել են լուսավորող տառերով ցուցանակներ։ Իրականացվել է Թումանյանի կոմունալ տնտեսություն հողակի կողմից գյուղամիջյան եւ հեռագնա արոտներ տանող ճանապարհների բարեկարգում։ Համայնքային միջոցներով իրականացվել է Թումանյան եւ Դսեղ բնակավայրերի մշակույթի տների ճարտարապետական լուսավորում։ Կրկին համայնքային միջոցներով Շամուտ բնակավայրում իրականացվում է մինի ֆուտբոլի մարզադաշտի կառուցման աշխատանքներ։ Դսեղ եւ Մարց բնակավայրերի արարողությունների սրահների համար ձեռք է բերվել կահույք։ Լիզինգով ձեռք բերված գյուղտեխնիկա, ձեռք է բերվել գյուղատնտեսական տրակտոր, խոտամամլիչ, ոռոգման համար շարժական ջրցան համակարգ, սպանդանոց։ Թումանյան համայնքը առանձնանում է իր հարուստ բնությամբ եւ զարգացման մեծ ներուժով, այն ունի բոլոր նախադրյալները դառնալու համայնքների միավորման հաջող օրինակ։ Լորիբերդ համայնքը միավորվել է 2017 թվականին։ Համայնքը կազմված է Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ եւ Լորիբերդ գյուղերից։ Վերջինս հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը։ Աշխարհագրական դիրքը նախալեռնային է, կլիմայական պայմաններն անբարենպաստ։ Գյուղում հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի եւ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ, անասնապահությամբ։ Լորիբերդ համայնքի բնակավայրերում 2024-ից 25 թվականներին ավարտվել եւ ընթացքի մեջ են պետություն համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող մի շարք խոշոր ծրագրեր։ 2025 թվականին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվեց Լորիբերդի համայնքապետարանի շենքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 162 միլիոն դրամ է։ Ագարակ բնակավայրը Լոռու մարզի հնագույն գյուղերից է։ Գտնվում է մարզկենտրոն Վանաձորից 34 կիլոմետր դեպի հյուսիս։ Գյուղը հիշատակվում է դեռևս 13-րդ դարում, այն մտել է Գուգարք աշխարհի Տաշիր գավառի մեջ։ Ուռուտ գյուղի անունը առաջացել է Խրուտ տեղանունից։ Գյուղում պահպանվել է 4-րդ դարի Սուրբ Սարգիս բազիլիկ եկեղեցին։ Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսական կուլտուրաների մշակմամբ եւ անասնապահությամբ։ Ագարակ եւ Ուռուտ բնակավայրերում KfW գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող 560 գյուղերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցում համայնքային ենթակառուցվածքի ծրագրով կառուցվել են Ագարակ եւ Ուռուտ բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը եւ կոյուղագծերը։
Լորիբերթի բնակավայրերում իրականացվող ծրագրերը ներկայացնելիս կարևոր է նախ ճանաչելի դարձնել դրանք իրենց պատմական և ժողովրդագրական ներուժով։ Բովաձոր գյուղը հիմնվել է 1818 թվականին գեներալ Երմոլովի զինվորների, Սարատովից և Կուրսկից եկած ռուսների կողմից։ Լեջանը մարզկենտրոն Վանաձորից հեռու է 32 կիլոմետր։ Գյուղը կազմավորվել է մոտավորապես 1850-ական թվականներին։ Նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից և Պարսի մարզից։ Յաղդանը նախկինում ունեցել է Եղիտանք հայկական անվանումը։ Ներկայիս գյուղը հիմնադրվել է 1821 թվականին բնակության համար այստեղ հաստատված հույների կողմից։ Գյուղը հարուստ է պատմամշակութային և բնական հուշարձաններով։ Կողեսը որպես բնակավայր բնակեցված է եղել դեռևս 1000 տարի առաջ։ 18-րդ դարում Լոռիում Պոնտոսից հանքագործ հույների տեղափոխումով Կողեսը դարձել է հունաբնակ։ 20-րդ դարի սկզբներից գյուղում կրկին սկսել են բնակվել հայեր։ Սվերդլովի բնակչության նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանից։ Պետություն համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը հնարավորություն ստեղծեցին ենթակառուցվածքներ զարգացնել նաև այս բնակավայրերում։ Տուֆքարով սալարկվել են Լորիբերթ համայնքի Ագարակ, Բովաձոր, Լորիբերթ, Լեջան, Յաղդան, Կողես, Ուռուց, Սվերդլով բնակավայրերի ներհամայնքային ճանապարհները։ Էներգախնայողության աջակցման հիմնադրամի GIZ-ի հետ համաֆինանսավորմամբ Լորիբերթի համայնքապետարանի վարչական շենքում Ագարակ և Ուռուց բնակավայրերի մանկապարտեզներում տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ։ Ակվոսեպտեմ ծրագրի կողմից 2024 թվականին հատուկ Հայաստանի համար ծրագրերի մրցարշավի միջոցով արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրվել են նաև Լորիբերթ համայնքի Յաղդան բնակավայրի համայնքային կենտրոնում։ Լորիբերթ համայնքի Ագարակ, Բովաձոր, Լորիբերթ, Յաղդան, Կողես, Ուռուց, Սվերդլով բնակավայրերում համայնքային միջոցներով ձեռք են բերվել և տեղադրվել շչակներ։ Համայնքի միջոցներով իրականացվել է բնակավայրերի գիշերային լուսավորության համակարգերի կառուցում, արդիականացում և LED լուսատուներով փոխարինում։ 25 թվականին մենք ամբողջությամբ ավարտում ենք բոլոր բնակարանի լուսավորության խնդիրը։ Մենք բոլոր բնակարաններում կունենանք լուսավորություն ամբողջական։ Մենք վերջացրել ենք համայնքային կենտրոնների կառուցումը։ Մենք բարեկարգել ենք համայնքի կենտրոնները, ոչ թե համայնքային կենտրոնները նաև։ Մենք ջրագծերի հարցն ենք կարգավորել, չունենք վթարված ջրագծերով բնակավայրեր։ Մեզ 26 թվականին նախատեսված է կառուցել 380 միլիոն դրամ ընդհանուր արժեքով ճանապարհ, իսկ 25 թվականին կոնկրետ Աքարակ բնակավայրում 25 թվականի ծրագրով կառուցվում է 2 կիլոմետր ճանապարհ։ Իսկ եթե վերցնենք քառակուսի մետրով, մոտավորապես միջին անգամ 3.5 7000 քառակուսի մետր ճանապարհ են կառուցելու մի բնակավայրում։ Մենք Աքարակ բնակավայրում եւ Ուռուց բնակավայրում KfW ծրագրի շրջանակներում լուրջ աշխատանք են կատարում։ Ջրի ներքին ցանցը ամբողջությամբ փոխված է։ 26 թվականին կավարտվի նաև Կոյուղու ընդհանուր ցանցի կառուցումը եւ Կոյուղի մաքրման կայանի կառուցումները։ Մենք կարելի ասել արդեն սկսել ենք Աքարակում ճանապարհները, Ուռուտը քիչ են կարել եկող տարվանից էլի նորից կսկսենք։ 27 թվականին կարող եմ ասել, որ մեր համայնքում կառուցելու ճանապարհ չենք ունենա։ Լորիբերթը իր բազմազգ բնակավայրերով, հնագույն պատմությամբ և զբոսաշրջային հեռանկարով արժանի է զարգացման հնարավորության, ինչը հետևողականորեն իրագործվում է։ Ալավերդի համայնքում 2025 թվականը նշանավորվել է լայնածավալ և կարևոր կապիտալ ծրագրերի իրականացմամբ։ Տարվա ընթացքում մեկնարկել և ընթացքի մեջ են գտնվում մի շարք ծրագրեր, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն Ալավերդի համայնք համաֆինանսավորմամբ։ Միաժամանակ համայնքում իրականացվում են նաև բազմաթիվ նախաձեռնություններ տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Այս բոլոր ծրագրերի հիմնական նպատակը համայնքի բնակչության կյանքի որակի բարելավումն է, ենթակառուցվածքների զարգացումն ու անվտանգ միջավայրի ապահովումը։ Հիշեցնենք, որ Ալավերդիում 2024 թվականին տեղի ունեցած բնական աղետի հետևանքները աստիճանաբար հաղթահարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ։ Մասնավորապես, արդեն իրականացվել և ընթացքի մեջ են դեբետ թաղամաս տանող հենապատի կառուցման աշխատանքները,
Թումանյան փողոցի երկու բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգումը, ինչպես նաև Թումանյան փողոցի հենապատի կառուցումը, որոնք էականորեն բարձրացնում են բնակիչների անվտանգության մակարդակը։ Բացի այդ, Աղթալա, Քարկոբ բնակավայրերում եւ Սանահին կայարան թաղամասում տեղադրվել են մետաղական կամուրջներ, որոնք նպաստում են տրանսպորտային հաղորդակցության բարելավմանը եւ բնակչության տեղաշարժի անվտանգ կազմակերպմանը։ Ալավերդի համայնքում իրականացվող այս ծրագրերը կարևոր քայլ են համայնքի կայուն զարգացման, վերականգնման եւ ապագայի նկատմամբ վստահության ամրապնդման ճանապարհին։ Հայաստանի Հանրապետության կառավարություն Ալավերդի համայնք համաֆինանսավորմամբ շուրջ 1 միլիարդ դրամ արժողությամբ իրականացվում են լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես Ալավերդի քաղաքում, այնպես էլ համայնքի մի շարք բնակավայրերում։ Ալավերդի քաղաքում մեկնարկել են Զորավար Անդրանիկ երիտասարդական պղնձագործների փողոցների հիմնանորոգումը, որոնք տարիներ շարունակ եղել են համայնքի ամենասպասված ծրագրերից եւ այժմ փուլ առ փուլ ստանում են նոր ու բարեկարգ տեսք։ Միաժամանակ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում նաեւ համայնքի այլ բնակավայրերում՝ Օձուն, Հագվի, Ամուր, Թեղուտ, Այգեհատ, Մղարդ, Արևածագ, Աղթալա, Շամլուխ, Հաղպատ, Աքորի, Ակներ, Կաճաճկուտ եւ Մեծ Այրում բնակավայրերում։ Ծրագրի իրականացումը զգալիորեն բարելավում է ճանապարհային ենթակառուցվածքները, ապահովում անվտանգ եւ հարմարավետ տեղաշարժ բնակիչների համար, ինչպես նաեւ նպաստում համայնքի համաչափ զարգացմանը։ Ալավերդի համայնքում 2025 թվականին շարունակվել են բազմաբնույթ եւ լայնածավալ կապիտալ ծրագրերի իրականացումը, որոնք ընդգրկում են ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ սոցիալական, կրթական ու բնապահպանական ուղղությունները։ Տուֆքարով սալարկման աշխատանքներ են իրականացվել Ճոճկան, Հագվի, Ծաթեր, Կարմիր աղեկ, Արևածագ եւ Արդվի գյուղերի փողոցներում շուրջ 367 միլիոն դրամ արժողությամբ, ինչը էականորեն բարելավել է բնակավայրերի ներքին ճանապարհային վիճակը։ Սուբվենցիոն ծրագրի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, շվեդական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Մղարդ բնակավայրում կառուցվել է 500 կՎտ հզորությամբ արևային առևտրային կայան, որը կարևոր քայլ է համայնքում վերականգնվող էներգիայի զարգացման ուղղությամբ։ 2025 թվականին համայնքի 15 բնակավայրերում իրականացվել են գիշերային լուսավորության ցանցի կառուցման եւ արդիականացման ծրագրեր։ Ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ են իրականացվում Արևածագ, Կարմիր աղեկ եւ Հագվի գյուղերում 66 միլիոն դրամ արժողությամբ, իսկ Նեղոց գյուղում իրականացվում է ջրամատակարարման ցանցի կառուցում։ Կրթական ոլորտում նույնպես իրականացվում են կարևոր ծրագրեր։ Ալավերդու թիվ 2 մանկապարտեզի բակային տարածքների վերակառուցումը արդեն իսկ իրական հնարավորություն է ստեղծում երեխաների կրթական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Շուտով կմեկնարկի Երազ մանկապարտեզի բակային տարածքների կառուցման աշխատանքները։ Հարկ է նշել, որ մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Առաջիկայում կսկսվեն նաև Ալավերդու թիվ 1 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները։ Օձունի արվեստի դպրոցի շենքի հիմնանորոգումը իրականացվում է համայնքային բյուջեի եւ դոնոր կազմակերպությունների համաֆինանսավորմամբ։ Թեղուտ, Հագվի, Արևածագ եւ Ծաթեր գյուղերում իրականացվել են գերեզմանատների ցանկապատման աշխատանքներ։ Ալավերդի համայնքում շարունակվում են նաև բազմաբնակարան շենքերի տանիքների եւ շքամուտքերի վերանորոգման աշխատանքները։ Բացի այդ, երկու շենքերում տեղադրվել են նոր վերելակներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 431 միլիոն դրամ։ Համայնքային բյուջեի միջոցներով կապիտալ շինարարական աշխատանքներ են իրականացվում նաև Օձուն եւ Կաճաճկուտ բնակավայրերում, որտեղ կառուցվում են հանգստի գոտիներ։ Ալավերդում 1 կոտորակ 12 եւ 2 կոտորակ 30 բազմաբնակարան շենքերի բակերի եւ հարակից տարածքների հիմնանորոգման աշխատանքները եւս ընթացքի մեջ են։ Համայնքային մասհանումներով Ալավերդի քաղաքում վերակառուցվում է Լճեր կոչվող այգին, իսկ բնապահպանական ծրագրի շրջանակում Մեծ Այրում գյուղում կառուցվել է զբոսայգի խաղահրապարակ։ Ընթացիկ տարում լուծվեց նաև տարիներ շարունակ անլուծելի թվացող Ալավերդի քաղաքի տրանսպորտի խնդիրը։ Սուբվենցիոն միջոցներով ձեռք բերվեցին 6 նոր ժամանակակից ավտոբուսներ։ Այս բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն Ալավերդի համայնք համաֆինանսավորմամբ եւ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ, համայնքում իրականացվող լայնածավալ զարգացման ծրագրերի միայն սկիզբն են։